Ոտնաթաթերի վրա քայլող փոքրիկ տղան, որ մանկական ուղեղային կաթվածի հետևանքով դժվարանում է խոսել ու քայլել, ֆինանսական խնդիրների պատճառով կիսատ է թողել վերականգնողական բուժումը։ Մայրը Կարինեն մեզ էր դիմել հույսով ու հավատով, որ կօգնենք հոգալ երեխայի բուժման ծախսերը։ Գիտեր, որ իր խնդրանքը անպատասխան չի մնա։ Ու թեև ճարահատ կինը ամեն ինչ անում է, որ որդու վիճակը փոքրինչ բարելավի, այդուհանդերձ վերականգնողական պրոցեդուրաները անհասանելի են։ Այդքան գումար Կարինեն ցավոք չունի։ 2.5-ում նոր իմացել ենք, չէր քայլում, ասում էին կքայլի, բայց որ թաթերի վրա քայլեց, արդեն 3-րդ մանկականում հենց գլոխը նկարեցինք, պարզ դարձավ, որ ունի DCP։ Երբ մեր գործընկերների հետ քննարկում էինք, թե ինչպես, ինչ կերպ կարող ենք օգնության ձեռք մեկնել այս ընտանիքին, հասկացանք, որ պետք է նախ կենցաղային իրերից սկսենք։ Տան պայմանները իսկապես մտահոգիչ էին։ Կարինեն 4 երեխաների հետ մեկ բազմոցի ու մեկ մահճակալի վրա էր քնում։ Տեղ հասցրինք մեծաքանակ օգնությունն ու առաջին ընտանիքին փոխանցեցինք մեր գործընկեր բազմոց գրուպի ուղարկած եվրոպական ստանդարտներին համապատասխանող գեղեցիկ ու հարմարավետ բազմոցը։ Սա նվեր էր, որի կարիքը բազմիցս զգացել էին։ Որտեղ որ քնում էին հիներ, հիմա կփոխարինեմ նորով, իրենք նորի վրա կքնեն, շատ շնորհակալ եմ նաև բազմոցի համար։ Դեմեսի իմ համար շատ մեծ օգնություն էր, թեթևացավ մի փոքր, որ արդեն ուրիշ բաների մասին մտածեմ։ Շնորհակալություն, որ մեզ շատ օգնեցիք, ու մենք հիմա կարողանանք նորմալ բազմոցի վրա քնենք։ Դռներ ու պատուհաններ արտադրող Էկոկոմֆորտ ընկերությունն էլ, որ մշտապես կարիքավոր ընտանիքների կողքին է։ Հաշվի առնելով փոքրիկ Ալեքսի առողջական վիճակն ու առաջացած հրատապ ծախսերը, որոշեց ընտանիքին աջակցել ֆինանսապես։ Կարինե ջան, մենք ձեզ գումար ենք տվել, որ կարողանաք Ալեքսի բուժման ծախսերը հոգալ։ Ի սրտե առողջություն ենք մաղթում ձեզ, ուժեղ եղեք։ Կարինե ջան, թող բոլոր երեխաները առողջ լինեն։ Շատ շնորհակալ եմ ձեզ բոլորից իմ այս խնդրանքին արձագանքելու համար։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ ավագ որդին Գարիկը հեռախոս խնդրեց, որ կարողանա մայրիկի հետ կապի մեջ լինել ու նրան տեղեկացնել քրոջ ու եղբայրների որպիսությունը։ Մեր գործընկեր Mobile Center խանութի տնօրինությունը կատարեց նրանց այդ խնդրանքը։ Մայր ու որդի սմարթֆոններ էլ ստացան։ Կարիկ, դու մեզ անցած անգամ ասացիր, որ շատ ես ուզում հեռախոս ունենալ, որ մայրիկի հետ կարողանաս կապ պահել, չէ՞։ Մենք այս անգամ քեզ հեռախոս ենք նվեր բերել։ Մերսի շատ, շնորհակալություն։ Իմ երազանքն էր, որ հեռախոս ունենայի։ Շատ շնորհակալ եմ, որ ես մի հոգսն թեթևացրեցին, հիմա կապի մեջ կլնեմ, չեմ անհանգստանա երեխաներս որտեղ են։ Արգավանդեեմն էլ երեխաներին գրասեղան ու մանկական աթոռ նվիրեց, որ փոքրիկները դասերին պատրաստվելու ազատ ու հարմարավետ միջավայր ունենան։ Գրասեղանից երևի ամենաշատը Միլենան կօգտվի, որտեվ չի թողի ոչ մեկ ձեռք տա։ Մենք ունենք գրասեղան, դասերը որտեղ պատահի այնտեղ կանենք, հիմա ունենք, կարող դասերին նորմալ պատրաստենք։ Տանտիրուհուն շատ ուրախացրեց նաև Էջմիածնի PC Electronics խանութների ցանցի ուղարկած նոր սերնդի փոշեկուլը։ Բազմազավակ մայրիկի հոգսը հիմա գոնե փոքրինչ կթեթևանա։ Նա արդեն Միլենան կօգնի, որ ես տները մաքրեմ։ Փոշեկուլ չունեի։ Փոշեկուլը այդ մեծ օգնություն էր ինձ, հիմա փոշեկուլով կանեմ, գործս կթեթևանա։ Իջևանի գինու կոնյակի գործարանն էլ ընտանիքի համեղ սննդի պաշարներ լրացրել։ Ուղարկել էին բարձրորակ ու բնական պահածոներ, մուրաբաներ, տարատեսակ կոմպոտներ եւ հյութեր։ Այս օգնությունը, որ ինձ ուղարկեցին, այս չափազանց մեծ էր, այն որ իրանց մեկը թող 10 դառնա։ Առողջ ծննդի հարցն էլ հոգացել էր Արզնի հոլդինգի ղեկավարությունը, որը իր թարմ ու բարձրորակ արտադրանքից զատ ընտանիքին աջակցել էր նաև ֆինանսապես։ Ավետիսյանների երկարատև ծննդի պաշարն էլ հոգացել էր Sun Food ընկերությունը իր առաքած օգտակար ու համեղ արտադրատեսակներով։ Հավանեցի քաղցրները եւ պրիմո կետչուպները։ Քաղցրների հետ կկիսեմ իմ քարազատների հետ, իսկ պրիմո կետչուպներով բաբաս հաբով բաներ կսարքի։ Ճիշտն ասած չէի սպասում այսքան մեծ օգնության, շատ ուրախ եմ, որ այսքան օգնություն են ուղարկել ինձ։ Երեխաներս նույնպես ուրախացան, ես շատ շնորհակալ եմ։ Մեզ հետ տարել էինք նաև երեխաների սիրելի Big Life ապրանքանիշի մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտները։ Չենք մոռացել նաև մանուկներին ժպիտ եւ երջանկություն պարգևող քաղցրավենիքի մասին։ Այստեղ էլ մեզ օգնության հասավ Տավուշ Sweet ընկերությունը։ Անուշեղենի մյուս պաշարն էլ լրացրեց Ռուսկի Բիսկվիտ ընկերությունը, որը ահռելի քանակությամբ քաղցրավենիք էր ուղարկել ընտանիքին։ Իրանք այսօր շատ ուրիշ ձև էին ժպտում էլի, քան ինչ-որ մի որոշ ժամանակ առաջ։ Մերսի շատ, որ այդ բանով մեզ օգնեցիք, մաման շատ
ուրախացավ, առաջի անգամ իր դեպքին ժպիտ եղավ։ Մեդինը 1-1 on-line դեղատան տնօրինությունն էլ Ավետիսյաններին անհրաժեշտ դեղորայք եւ հիգիենայի պարագաներ էր ուղարկել, իսկ ահա Էկոֆորմ ընկերությունը իր որակյալ ու զանազան տեսականուց, մաքրող միջոցներից ու տնտեսական ապրանքներից զատ ընտանիքին աջակցել էր նաեւ ֆինանսապես։ Ինտելեկտի եւ հաճելի ժամանցի մեկտեղումն էլ ապահովել էր Edit Print ընկերությունը, տարատեսակ գրքեր ու տետրեր ուղարկելով փոքրիկներին։ Մեծ շատ սիրում կարդալ, նաեւ շնորհակալ եմ գրքերի համար։ Ավելի գրաճանաչ կդառնան, մի քիչ էլ կխելոքանան գրքերով։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ նաև ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Դավիթից, Անտոշկա մանկապարտեզից, Arix Group-ից, ցանցերի աշխարհընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Առաջինը հենց վաղվանից, հենց նորագյուղում, վերականգնողականում, ես հաստատ իր այդ գումարը ավել ոչ մի բանի վրա չի գնալու, մենակ Ալեքսի ծախսերի, որի մեր երեխան ոտքի հելի։ Մենակ այդ նպատակով էի ես դիմել։ Ես ուրախ եմ, որ իմ մայրիկը իմ աղբորը չկտանի բուժման։ Անշատ ուրախացել եմ գումարի համար, որ աղբորս կբուժի։ Այս ահռելի աշխատանքը իրականացնել կարողացանք մեր գործընկեր Լեգարա ընկերության շնորհիվ, որը մշտապես Սուրանկյուն հաղորդաշարի կողքին է։ Մեր բարերարների ուղարկած դրամական օգնությունը Կարինեն ամբողջությամբ ուղղեց որդու բուժմանը։ Կադրերը, որ հիմա տեսնում եք, Ալեքսի բուժման ընթացքից է։ Մեր գործընկերների հետ հոգացինք երեխայի կես տարվա բուժման ծախսը։ Ալեքսը կրկին հաճախում է վերականգնողական կենտրոն ու բժիշկների հատուկ հսկողությամբ անցնում համապատասխան բուժում։ Որ գիշերը հանգիստ խղճով մի պահ աշկերս կկպնի, այդ չեն կարա պատկերացնել, էլի մարդիկ թե մայրը կարա ինչ մտածի, որ չունի վաղվա տանելու իր երեխային, հիմա որ ունեմ, այն որ ասում եմ խեղճս հանգիստ կարողանամ իմ բալիկին թեկուզ գրկած, բայց տրանսպորտով գնամ գամ, գիտեմ որ ինքը չի բացակայի։ Այդ իմ համար ամենաուրախալի բանն է, որ կարող լիներ։ Ասել, որ Կարինեն երջանիկ է, կնշանակի ոչինչ չասել։ Վերջում միայն իրեն բնորոշ համեստությամբ շնորհակալություն ասաց ու ավելացրեց. երկնքում ամեն բան տեսնում են, ձեր բարի գործը անպատասխան չի մնա։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։